Պարոն Այվազյան, դուք ընդունում եք օրենքներ եւ շատ հաճախ մենք լսում ենք, որ այո, օրենքները, որոնք ընդունվում են, լավն են։ Կատարումից գոհ եք թե ոչ։ Այստեղ կա խնդիրներ։ Գիտեք ինչ կա, ասում է դժոխքի ճանապարհը միշտ ցալատակված է եղել բարի գործեր կատարելու մտադրությամբ։ Շատ դեպքերում այո, օրենքները, երբ որ մենք ընդունում ենք, իրականացման մեխանիզմների բացակայության պատճառով կամ անկատարության պատճառով այն մտադրությունը, որ դու դրել ես, ասենք օրենքների կատարածման մեջ, փաստորեն նաև չի ստացվում։ Բայց 20 տարին բավարար չէ, որ այդ մեխանիզմները կատարելագործենք եւ փակենք այդ թեման մեկ ընդմիշտ։ Այո ջան, պարզ ասեմ, անկեղծ ասեմ, ինձ թվում է ոչ 20 տարին է բավարար։ Ժամանակի խնդիր չէ, այստեղ։ Սա ժամանակի խնդիր չի, որովհետեւ 1000 տարին քիչ է, 1 տարին շատ է։ Այս հասկացողությունը մշտական գործում է։ Պատկերացրեք, ասեմ ես ձեզ, ինչի մեջ է կայանում հիմնական իրականությունը, որովհետև հասարակությունն ինքը անընդհատ զարգանում է։ Այդ տեսեք հասարակ օրինակ, ցանկացած հասարակություն, եվրոպական հասարակարգում, որին ձգտում ենք ինտեգրացման գործընթացներով, չէ՞, իր մեջ կանոնակարգում մոտ 22-25 հազար օրենքներով։ Միջին, օրինակ ասենք Գերմանիան ունի։ Ես իմ կարծիքով լավագույն, երբ որ սկսել եմ ազգային ժողովում դեռ ասենք խոսում ենք, առավելագույնը մենք կարող ենք ունենալ 3-ից 5 հազար օրենքների շրջանակներում։ Այսինքն հասարակությունը նույն խնդիրներն ունի, չէ՞։ Այստեղ օրենքների թվաքանակն է պետք, բայց բացի կատարածման մեզանում շատ խնդիրներ լուծվում են սովորույթների, բարոյական նորմերի եւ մարդկային հարաբերությունների հիմքի վրա։ Սովորույթները միշտ այդ սովորույթները գործելու պարագայում գործում են ընկերական եւ այլ հարաբերություններ, որի անունը կոչվում է կոռուպցիոն։ Ես ձեր հետ կապված փոխհարաբերություններին դիտարկում եմ որպես ընկեր, լուծումը տալիս եմ A ձևով, այլ պարագայում լուծումը տալիս եմ B ձևով, որի անունը դրվում է կոռուպցիա։ Իսկ ինչու՞ չեք ընդունում շատ օրենքներ, պարոն Այվազյան։ Եթե մեր շատ օրենքներ են պետք, ես կներեք էլի իմ կարծիքով համենայնդեպս սա process է, չեմ ուզում ես այլ հանձնաժողովների որևէ բան ասեմ, համենայնդեպս ազգային ժողովի 3 հանձնաժողով նայում են օրենսդրության մոտ 80%-ը։ Մենք այդ մասով մի քիչ հենց անգամ չենք էլ հասնում, օրինակ իմ օրակարգում մշտական այդ process-ների հետ է կմում։ Ես կարող եմ մի քանի ֆունդամենտալ օրենքներ ասել, որ այսօրվա դրությամբ մեր մոտ գտնվում են։ Շատ կան։ Ինչու չենք ընդունում։ Ընդունում ենք։ Շատ ենք ընդունում, հասկանում եք, շատ դեպքերում արագությունն էլ իր հերթին կարող է բերել նաև օրենքների լուրջ խոտանի, որը որ իսկ օրենքի լուրջ խոտանը ցանկացած դեպքում հասարակության ցանկացած փուլի վրա ինքը փորձում է ազդել եւ դրա ազդեցությունը մինչեւ դու փորձում ես շատ կարեւոր խնդիր է, այդ դուք խնդիրը բարձրացրեք օրենքների կիրարկման խնդիր։ Դա ամենակարևորն է։ Երևի ինձ թվում է ցանկացած օրենք, եթե ինքը իր կիրարկում առումով կտրված է երկուսի մասով, ինքը իր մասով, կիրարկման եւ մեկնաբանության այստեղ խնդիրների հետ կապված։ Ուրեմն այդ օրենքը ավելի շատ կարող է վնասակար ազդել, քան ստեղծել։ Ուրեմն լավ այդ օրենքը չլինի, եթե իր կիրարկումը մասով ինքը կարող է կիրառվի, այո։ Միանշանակ, երբ որ դու փորձում ես խնդիր լուծել, եւ այդ խնդիրը լուծելու համար օրենքը դու փորձում ես բերել, եւ այդ օրենքի խնդիրը կիրարկումը իրականացվում է մեկի վրա այլ ձևի, մյուսի վրա այլ ձևի։ Արդյունքում ստացվում է լրիվ այլ պատկեր։ Պարոն Այվազյան, իմ մոտ տպավորություն է, որ վերջին շրջանում հանրապետության նախագահը տալիս է գնահատականներ եւ բավականին բարձր նշաձողեր է սահմանում տարբեր ոլորտներում, որպեսզի կարողանա թիմը իրականացնել այդ խնդիրները։ Արդյոք այսօրվա մեր թիմը քաղաքական մեծամասնությունը կարողանում է այն բոլոր խնդիրները, որոնք նախագահը ֆիքսում է, այն բոլոր նշաձողերը, որոնք նախագահը ֆիքսում է, ի կատար ածել, որովհետեւ այստեղ էլ հասարակությունը տեսնում է, որ նախագահը անկեղծ դնում է խնդիրներ, վեր է հանում խնդիրներ, բայց հետո կարծեք թե թիմը ինչ պատճառներով չի կարողանում այդ բոլորը կյանքի կոչել։ Այս տպավորությունը իմ սխալ է թե ճիշտ, ինչպիսին է ձեր տպավորությունը։ Նախ առաջինը քաղաքական մեծամասնությունը պատասխանատվություն է գրում ընդհանուր իրականացվող process-ների եւ նաեւ նույն դրված այդ բարձր նշաձողի խնդիրների իրականացման եւ հիմնավորման մեջ որպես լուրջ դերակատարող, բայց անմիջական իրակատարման ամբողջ ֆունկցիան իր վրա չի, որտեղ մենք ունենք կոալիցիոն կառավարություն։ Ազգային ժողով, իշխանության տարանջատման մեխանիզմը նայեք, տեսեք կա իշխանության 3 թևեր՝ գործադիր, օրենսդիր եւ դատական, դատաիրավական համակարգ։ Օրենսդիրը հստակորեն փաստորեն որի մարմինի, ասենք, ղեկավ, այսպես ասած, անդամ եմ հանդիսանում ես, այսինքն որպես պատգամավոր, կարող եմ ասել միանշանակորեն չի եղել որևէ մեկ օրենսդրական փաթեթ, որը տեղ տրված է հիմնախնդիրներ, որևէ մեկ անգամ ազգային ժողովում ձախողման ենթարկվի։ Ցանկացած պարագայում Այսինքն խորհրդարանի գործունեությունը դրական է գնահատվում։ Միանշանակորեն ես խորհրդարանի գործունեությունը դրականորեն եմ համարում, որովհետև այն նշաձողերը կամ այն խնդիրները, որոնք որ դրված է եղել ազգային ժողովի առջև, ազգային ժողովը իր կոալիցիոն գործընկերների հետ միասին տարբեր իրար հետ քննարկումների կամ տարբեր ենթադրենք որոշակի
բարեփոխումների արդյունքում մենք փորձել ենք դա իրականացնել։ Դրանից հետո գալիս է իր բարեփոխումների հետ կապված իրականացնող մարմինները, դա կառավարություն եւ հատաիրավական համակարգ։ Նրանց գործունեությունը ինչպես է գնահատվում։ Երևի ինձ թվում է այդ գնահատման գործակիցները իմ մոտս ես չեմ կարող այդպես ասել, որովհետեւ գնահատման տարբեր մեխանիզմներ կա։ Ես օրինակ ասեմ, որ ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, ասենք կառավարության վերջնական գործունեությունը, որոնք որ հաշվետվությունների առումով վերում ներկայացնում են, դա բյուջեի կատարողականն է եւ բյուջեի հաշվետվությունը։ Որը միշտ ընդունվում է խորհրդանի կողմից։ Հա, որովհետեւ ինքը եթե կատարվում է, ինչ չընդունենք։ Իսկ միգուցե կատարել է, բայց որակական առումով այն էֆեկտը չեք ստացել, ինչ կարող էինք ստանալ։ Կներեք, ես վերջերս մեկ անգամ մեկ ասավ Այվազյան Վարդանի ցանկությունն եմ ուզում, որի կատարածվի, ես ասացի որակական առումով ես կուզեի, որ Հայաստանի համեմի հանրապետության քաղաքացի ամսական աշխատավարձը լինի $10,000, ինքը ամեն առավոտ էլ սև խավիար ուտելով գնա գործի։ Միանգամից դարձավ անիրականանալի։ Հասկանում եք հարցը ինչու է կայանում։ Ունենք այն ինչ ունենք։ Հասկանում եք հարցը սրան է վերաբերվում։ Մենք այսօրվա մեր հնարավորությունների սահմանը սա է։ Օրինակ ես չէի ցանկանա, որ մենք ունենանք 3 միլիարդանոց բյուջե։ Ծախսայի մասը։ Մեծ կցանկանայի։ Օրինակ ես կցանկանայի, որ մենք այսօր ունենք 15 միլիարդանոց ամենակիչը։ Բայց դա երազանք չէ, թե ռեալ երազանք չէ, դրանք հստակ կարելի է իրականացման հետևանքով շատ, այսպես ասած, մոտ 5-10 տարվա ընթացքում կարելի է շատ հանգիստ հասնել։ Պարոն Այվազյան, քաղաքացու մոտ հարց կառաջանա, որ դուք եք այսօր իշխանության, ինչու չեք անում դա։ Այվազյան Վարդանը կարող է անել այնքան, ինչքան իր ուժերի հնարավորությունն է։ Վերջի ես կոլեգիալ մարմնի անդամ եմ եւ արվում է դա։ Բայց արվում է, գիտեք, ինչ կա, սովորական քաղաքացին սպասում է, որ բարեփոխումները կամ այդ ինքը շատ արագ հասնի այդ իրավիճակին, բայց չի կարող, հասկացեք, երեխան եթե նոր է ծնվում, համենայն դեպս տնտեսական ճգնաժամից հետո մենք չենք կարող շատ լայն թափ առնել։ Ինչի հաշվին պետք է առնենք։ Մի հատ կոպիտ հարց տամ, որ ասում են ինչի պետք է այդ տնտեսական ճգնաժամից հետո, ինչի հաշվին պետք է մենք կարողանայինք առնենք։ Վարկային ռեսուրսները կան, հնարավորությունները համենայն դեպս ստեղծել են։ Մի չմոռանանք, որ մենք գտնվում ենք կոմունիկացիոն հանգույցների ծայրամասում։ Տեսեք, մեր 3-4 հարևանների կենտրոնում ենք գտնվում։ Լավագույն այսպես իրավիճակով։ Մի երկու հարևանի մասին խոսեմ, թե չխոսեմ, Թուրքիա, ասենք Ադրբեջան։ Երևի բոլորը հասկանալի է ամեն ինչ։ Իրան ընդհանրապես այլ փիլիսոփայություն։ Այնտեղ ընդհանրապես գործում է բացարձակապես Վրաստանն էլ չգիտես բարեկամ է։ Վրաստանն էլ, չէ, Վրաստանը մեզի բարեկամ երկիր է, շատ մոտիկ բարեկամ երկիր, բայց Վրաստանն եկեք հասկանանք, Վրաստանը սեփական շահերն ունի։ Ինքը ասում է, ես քո ապրանքը կտեղափոխեմ, բայց կներես իմ ապրանքը տեղափոխելու ժամանակ քանի որ մտա ինձ պետք է գումար տաս։ Ընկեր ջան, այս շատ բնական է։ Բնական է։ Այսինքն մենք գտնվում ենք ծայրամասում կոմունիկացիայի հանգույցում։ Ինչի հաշվին պետք է մենք տնտեսությանը թռչկացեւ աճեր տայինք։ Կառավարության իրականացվող օպերատիվ աշխատանքի հիման վրա փաստորեն տեսեք, ինքը ինչ արեցինք։ Հանրապետության նախագահն նաև նախանշեց վերջի անգամ։ Ասում է, արի ստեղծի այնպիսի արտադրություն, որը որ Հայաստանի Հանրապետությունում չկա, ես քեզ ասած եմ բոլոր հարկերից, որ մի երկրում կա այդ նմանատիպը։ Շատ քիչ երկրներում մեր բանը Այվազյան, իմ մոտ տպավորություն է, որ նախագահը կարծեք թե միայնակ է ուզում վիճակը հանել, չկա այն թիմը, միգուցե սխալ տպավորություն ունեմ։ Նախագահի քաղաքական թիմը հստակ աշխատում։ Օրինակ տեսեք, ես ասեմ, մենք օրենսդրությամբ անցկացրել ենք, եթե դուք 3 միլիոնի շինարարություն ես իրականացնում հասարակական նպատակով, դու ազատում ես ավելացված արժեքի հարկից եւ սոցիալական հարկից, այսինքն կենսաթոշակային վճարումներից։ Դրանք կազմում են առյուծի բաժինը։ Ենթադրենք, եթե դու նոր ներդրումներ ես կատարվում, ընդհանրապես մենք ասենք ավելացված արժեքի հարկի մեջ փոփոխություններ իրականացրեցինք կառավարության առաջարկությամբ, որոնք որ սիստեմատիկ ներդրումներ անելու ժամանակ 3-ից մինչև 5 տարի ազատում ես ավելացված արժեքի հարկով, այսինքն համակարգաստեղծ, եթե դու ապրանքներ ես բերում, բայց գիտեք ինչ կա, միշտ չի որ դու նորից եմ ասում, կարող է մենք բարի մտահղացումներով մենք փորձենք իրականացնել, բայց պետք է ռեալիստ լինենք եւ իրականացնենք։ Հասարակ օրինակ ես բերեմ ձեզ, եթե մենք ժամանակ ունենք, ասեմ։ Խնդրեմ, ներկայացրեք։ Ասում է բեր հյուրանոց սարքի։ Հյուրանոցը դες ամբողջապես կազատեմ, քո ամբողջ հարկայից։ Այն օրը մեկ եկել է ինձ հարցնում է, ասում է, ես օրինակ ասենք կոմպյուտերներ եմ բերել, ընդհանուր ծրագիր է հաստատել, եւ այդ ծրագրից ասում ես կոմպյուտերներ եմ բերել, հիմա ինվրեն հարկ են հաշվում, ես որ դա վաճառել եմ։ Ասում եմ, բայց չէ՞ որ այդ կոմպյուտերները բերել ես որ հյուրանոցի մեջ տեղավորելու համար, ինքը դրանից է քեզ ազատել։ Ոչ թե քեզ բերել է որ դու այդ կոմպյուտերները վաճառես, եւ դրանից հետո ինքը քեզ կովերեն տուժ դուգանք չհաշվարկի։ Այսինքն ցանկացած մեխանիզմը դու պետք է փորձես առավելագույնը փակել, որովհետեւ նաեւ բիզնեսից եկամուտ ստացման նաեւ տարբերակներից մեկը հարկեր չվճարելն է։ Եվ շատ դեպքերում մարդիկ օգտվում են նաև այդ ճանապարհից, այսինքն խուսափեն հարկեր վճարելու ուղղից։
Այսինքն խուսափեն նաև որ պետական բյուջեից գերավճարները ստանալուց, այսինքն իրենք ծառայությունները չկատարած ծառայությունները մատուցումը ցույց են տալիս, գնում պետությանն ասում են պետություն իմ փողս հետ տուր, բայց որ ինքը չի իրականացրել։ Հիմա պետությունը պետք է ստուգի թե չի պետք է ստուգի։ Ժամանակն ավարտվում է, պարոն Ավազյան, պարզ հարց է, այսպես ուղեմ, երբ են մեր քաղաքացիները ավելի լավ ապրելու։ Փիլիսոփայական հարցադրում։ Ինձ թվում է, որ ախր շատ այդքան էլ պարզ չէր մնոջը պարզ ասել։ Վերջերս մենք գյուղերում ենք, գյուղացիներից մեկն ասում է, երբ ենք մենք լավ ապրելու, դե հիմա նախարարը պետք է պատասխանի։ Դրա համար փոխանցում եմ ձեզ այդ։ Ես ասեմ ձեզ, մեզ համբերություն է պետք, մենք ունենք լուրջ գերխնդիրներ։ Մենք ունենք Ղարաբաղյան հիմնախարց, որը որ մեր վրա իրականում ես նոր մի քիչ առաջ Վրաստանի օրինակը բերեցի։ Մենք ունենք տնտեսությանը վերականգնման, որը մենք երբեք չենք վճարի, վստահ եմ։ Չէ, դե տեսեք խնդիրներ կա, չէ, տնտեսական առումով դա ինքնի մեջ լուրջ ծախսեր է պատմում։ Բայց այն բարեփոխումները, որ իրականացնում ես, 100% մի բան կարող եմ ասել, որ վաղը մենք ավելի լավ ենք ապրելու, քան այսօր։ Այս իրավիճակում։ Ես այսպես ձևակերպեմ։ Հաջորդ օրը ավելի լավ ենք մենք ապրելու։ Ճանապարհը, որով գնում ենք, ճիշտ է ընտրված, պարոն Ավազյան։ Միանշանակորեն այո։ Միանշանակորեն այստեղ որևէ մեկ կարծիք ես չեմ տեսնում։ Գիտեք, ինչ կա տնտեսական քաղաքականության ընդհանուր ուղղվածությունը, մենք հիմա օպերատիվ աշխատանքներն ենք կատարում։ Այսինքն պատկերացրեք, մենք կառուցել ենք մի բան, այդ երկրաշարժից փլվել է, հիմա առաջինը պետք է մենք կառուցենք մի փոքրիկ քոլիկի պես մի բան, այսպես որ ասում են, կամ ժամանակավոր կացարանի վրա, որ մարդը կարողանա մինիմալ պահանջներ ապահովի, հասարակ մեկ օրինակ։ Սոցիալական որևէ մեկ ծախս չկրճատվա բյուջեից։ Մենք ասենք չէ որ բյուջեն մոտավորապես եկամտային մասով 30-40% մինուս տվեց տնտեսական ճգնաժամի ժամանակ, որ ամեն ինչը փլուզվավ։ Բայց ինչու չհարցրեցին դե սոցիալական ծախսերից, ինչի որևէ մեկը չկրճատեց։ Որտեվ Հայաստանը սոցիալական երկիր է սահմանադրությամբ ֆիքսված։ Պարոն Ավազյան, ժամանակն ավարտվում է, բայց համաձայն եմ ձեր հետ պետք է համար գումար է պետք։ Այդ սոցիալական բառն էլ է իր այդ գումար պահանջում, տնտեսական վերերքն էլ է իր այդ գումար պահանջում, ռեսուրս պահանջում։ Ամեն ինչը վերջնական տնտեսական խոսելը հեշտ է։ Հենց շատ կարևոր է։ Ժամանակն ավարտվում է, վերջին հարցն եմ ուզում գրել։ Վերջերս մամուլում ձեր մասին հրապարակում էր եղել, ծերծկրտուկ, կռիվներ։ Ես ինչու եմ այս հարցը բարձրացնում։ Վերջին շրջանում մեր մամուլը մի տեսակ դարձել է ասեկոսների վրա տպագրվող մամուլ, որը իրոք պատիվ չի բերում 4-րդ իշխանության։ Իրական նման բաներ եղել էին թե ոչ։ Ես մի անգամ ասել եմ ու նորից ներկայացնում եմ, նույն երկրորդ օրը հերքեցի, ասեցի, ոմանց դա վարդակույն երազանքն է եւ այդ պատվիրողների երկար ակաժները հերվից երևում է։ Վերջ այնքան են անում։ Պատվիրատու եք տեսնում այդ թիկուն։ Միանշանակորեն, վերջ այնքան են անում այդ երկար ակաժները բռնեմ, հանեմ իր դեմքի իրականը ցույց տալու համար։ Կներեք, գիտեք ինչ կա, մեկ այնպեսի բաներ են գրում, որ ասենք դու ինքդ ես զարմանում։ Մի քիչ մեկան վատն ես կամ ինչքան լավն ես դու, հա։ Այո, ասենց գիտեք ինչ կա։ Հիմա ինչ ես պետք է ամեն անգամ ապացուցեմ, որ ես եմ։ Ցավոք սրտի նաև այնպիսի մարդկանց անուններ են գրում, որ այդ մարդիկ անգամ Հայաստանի Հանրապետությունում չեն կամ երկար ժամանակ իրենք են ինձ զանգարում ասում են, լսի, այդպեսի բան է տեղի ունեցել, մեր միջև ու ծիծաղում ենք միասին։ Հիմա չգիտեմ, ծիծաղենք թե լացենք։ Պետք է ծիծաղել, թե պետք է պատժել, որ նման հրապարակումները վերանան։ Գիտեք, ես չէի ցանկանա, որ այդ թերթը, որը ոչ ոք չի կարդում, դառնա, ասենք, հանրաճանաչ թերթ նախ տիրաժով բանան։ Իսկ պատժի ժամանակ ես ունենք համոզված եմ, ցանկացած դա կլինի պետական պաշտոնյա, դա կլինի լրատվության ներկայացուցիչ, պատժը պետք է շատ խիստ լինի։ Այս առումով մենք շատ դեմոկրատ ենք։ Սկսելու ենք ես պետական պաշտոնյաներից, եթե պետական պաշտոնյան իրականացնում է չարաշահումը, շատ են գրում, չէ՞, շատ են գրում։ Պետք է պատժի մեխանիզմը շատ ավելի հստակ լինի։ Եվ մամուլը այստեղ մեծ դեր ունի, որպեսզի այնինչ իրական է դա գրի։ Երբ որ նա իրականությունը թողնում գրում է այնինչ իրականում չկա, արդեն ինքը վարկաբեկվում է։ Իրեն չեն հավատում, այո։ Իրականի ժամանակ էլ իրան չեն հավատում։ Այստեղ է խնդրեմը, որ 4-րդ իշխանության, որովհետև գիտեք ինչ կա, նաև վերջի ամեն մեկս բացի այն որ պետական պաշտոնյա ենք, մենք հայ ենք, ընտանիքի հայր ենք։ Իմ աղջիկս ասենք դրսում սովորում ինձ զանգարում ասում է, ապա ինչ ա եղել, ես ծիծաղում եմ, հետո կա մի բարոյական չափանիշ, որ պետք չէ անցնել ձեր հետ համաձայն։ Շնորհակալ եմ պարոն Այվազյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ ձեզանից հրավերքի համար։ Շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, այս պահին զրուցում էինք ազգային ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի հետ։ Այո, երկրում տեղի են ունենում բարեփոխումներ, բայց պետք է հասկանալ, որ քաղաքացիները եւս պետք է նպաստեն այդ բարեփոխումներին եւ շատ կցանկանայի, որ մեր քաղաքացիները, ովքեր ունենում են որոշակի խնդիրներ մեր առօրյա կյանքում, չգտնեին ամենահեշտ ձևը այդ խնդիրները լուծելու, չհեռանան Հայաստանից։ Սա ամենակործանարար եւ ամենահեշտ քայլն է, որը ընտրում են մեր քաղաքացիները։ Միգուցե այս այդ բարոյական իրավունքը չունեն, բայց ուզում եմ խնդրել մեր քաղաքացիներին, որպեսզի մնան եւ միասին շենացնենք մեր պետությունը։ Դա մեր երկրի գոյատևման միակ փրկության գրավականն է։ Կհանդիպենք վաղը, ցտեսություն։